Բարև ձեզ։ Կանգնած մեր հայրենակիցներին գալ դեպի հրապարակ, դեպի բեմի դիմային հատված։ Այո, եկել եմ սատարելու։ Շնորհակալություն։ Անպայման։ Ինչ եք կարծում Գիտեք ինչ կա։ Այ հետևելով քարոզարշավի հաշվին ինչ հետևում։ Ես կարծում եմ բավականին բարձր կլինի մասնակցությունը։ Սենց ասեմ, այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հայրենիքը իրաց ստամոքսի մեջ չի տեղավորում։ Մեր հավաքական տգիտությունը շահագործողները պետքա պարտվեն, որտեղ հաջողորդը արժանի չի, որ տգետները իրենց ղեկավար են։ Ես այդքան բան եմ, դաժե են մարդիկ, որ խապել են իրանք էլ արժանի չեն, որ ինչ-որ տգետ իրանց խապել։ Այսքան բանը կարում։ Իշխանությունները ասում են, որ իրենք թոշակ են բարձրացրել, անվճար բուժօգնություն են տալիս, ապահովագրություն, խաղաղություն են բերել։ Ես ձեզ ասեցի, չէ, այստեղ հավաքված են մարդիկ, որոնց հայրենիքը իրանց ստամոքսում չի։ Այդ թոշակ, բարձրած, Ասում են խաղաղություն ենք բերել։ գիտեք, հռոմում ստրուկները Հետևի հատվածից Խաղաղ գալ ապրում են։ դեպի հրապարակ, էլի։ խաղաղություն չի կարող լինել որպես մուրացկանություն։ Խաղաղությունը պետք է ունենա խաղաղությունը պահողներ, խաղաղության ինչ-որ մարդիկ, որ այդ խաղաղությանը տերեն։ Այս մարդիկ խապում են, ամեն չեմ կարան ոսկի սարեր խոստանան, Ալիևը կուզենա կլի խաղ։ Մարդիկ ասում են, չէ Ալիևն է, մեր անվտանգության երաշխավոր է։ Ծիծաղել է այդ հիմարությունները ասում են, ժողովուրդն ասում է, հա Ալիևը մեզ ասել է, Ալիևը։ Բաքվից մի քանի անգամ եկան, մերոնք էլ մի քանի անգամ գնացին, այդպես փորձագիտական շրջանակներով հանդիպում են եւ քննարկում են խաղաղության հնարավոր տարբերակները երկու հասարակությունների միջև։ Հա ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է։ Երբեք հայերը պատերազմ չեն ցանկացել, ես էլ չեմ ցանկացել, ոչ մեկը չի ուզում պատերազմ։ Բայց մարդկության պատմությունը ստեղծել է իրավիճակ, որ երբեմն առանց դրա քննիները չեն լուծվում։ Այդ քաղաքացիական հասարակություն գնացին էկրան հարազատներով իրար հետ գնում գալիս է։ Մի խելք է։ Թուրքի նման մարդիկ է գնում են ու գալու, որ ինչ։ Շնորհակալություն։ Որանի գրանոց հաջորդին ինչ եղավ, կամ ինձ փորձագետներ կան, որ ով փող տա, այդ են խոսում։ Իրավապաշտպաններ կան, որ ուստեղ առաջ միած հավաքարարի բռնում էին, միջև Եվրոպա դատարան, բան, իրավապաշտպան, օրը 100 անմեղ մարդ կանալը, որ ես դրանց ձերը չլսեցի։ Ես ոչ մի կուսակցությունից չեմ։ Ես զինվորական եմ, ես երբեք կուսակցության անդամ չեմ եղել։ Արցախյան պատերազմներին մասնակցել եք եւ ինչ եք կարծում, հնարավոր է երբևէ նորից անդրադառնալ Արցախյան հարցին։ Որ Ռուսաստանի փոխարքան Վենետիկի մեր եկեղեցականների հետ հանդիպման էր, հարց ասեց, ես զարմանում եմ ձեր վրա, այդ 19-րդ դարում ոչ պետություն ունեք, ոչ իշխանություն ունեք, նստած ստեղ ամբողջ օրը գրքեր եք գրում հայերենով, պատմական գրքեր, ձեր հույսը ինչի վրա եք դրել։ Իրեն պատասխանեցին, որ մենք հույսը դրել ենք Աստծու եւ պատմության անիմանալի ընթացքի վրա։ Զինվորական եք, կարող եք ասել, վերջին զորահանդեսին հետևել եք, ինչ տպավորություն եք ստացել։ Գիտեք, զորահանդեսը ցուցահանդեսից պետքա տարբերվի։ Զորահանդեսի իմաստը զինվորն է կարևոր, զինվորի ոգին է կարևոր, նույն զենքով 3 զինվոր կարան 100 հոգու հետ կռվել եւ 1000 վերջին պատերազմը ցույց տվեց։ Երբ որ առյուծները ղեկավարվում են ոչխարների կողմից, միշտ պատերազմը տանուլ են տալիս։ Առաջնորդներն են կարևոր, ինչ արշակում պարտվելով ասես պարտվել են։ Մեր երեխեքը 44 օր առանց պետական աջակցության, առանց լուրջ հրամանատարական որոշումների ադրբեջանցիների կռվել են, 15000 զոհեր տվել ադրբեջանցիները, մեկ չեք պարտվել, պարտվել է իշխանությունը, պարտվել է այդ ղեկավարները, որ ճիշտ չեն կազմակերպել, որոնք առավոտել են հեռուստացույցում ասում են
ով տունը բրոնեժիլետ ունի։ Պետական դավաճանություն է դա։ Սեկտը չկա բրոնեժիլետ, դու աշխարհում չես Հետևի հայտարարում։ հատվածից Ով տունը տանկ գալ դեպի հրապարակի կողմ։ Չի կարելի։ Գիտեք, մեկ այնքան եք սևին սպիտակ ասել, սպիտակի կանաչին դեղին, որ գույների զգացողությունը կորցրել է։ Բեմի դիմացի ակում։ Մենք բացահայտ սուտ ասանին, բացահայտ։ Խնդրեք, վերցրեք իրանց ցանկացած նախընտրական ցուցակ խոստումների ծրագիր։ Եթե մի կետ գտնեք, որ իրանք արել են, մի կետ։ Ես կասեմ հա, այս մարդը գեմի ասում են կարել, բայց իրանք չեն անել, իրանք գիտեմ որ չեն անելու, իրանք հույսը ժողովրդը խապելն է, այդ մի անբիտ ես չեմ ասում, ես ոչ մի անբիտ չեմ դրում ժողովրդին, ժողովրդը մեղավոր չի, որ ինքը, դե դպրոցում ոնց է 25 հոգի դասարանում կա, 5-ն է լավ սովորում, այդ 20-ը չեն սովորում, չեն սովորել մարդիկ, չեն կարողանում երևույթները ճիշտ գնահատեն, ամփոփեն, եզրակացություն, այդ մարդկանց խոստումները իրանք գտել են այդ թույլ կետը, ինչ խոստանան, որ այդ ժողովրդին խաբեն, ոնց խաբեն, ինչ ելի չասեն, կասեն խաղաղություն, հետո կասեն էվաղ չակուչ, հետո քարտեզ ունի, ես խնդրում եմ, իրա մկրատն էլ թող ցույց տա, որ այդ քարտեզը դες կտրում ամեն օր, ես քան եմ, շատ խոսած, Շնորհակալ եմ։ ես եմ